Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար վրացական զլմներին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Ըստ գերատեսչության Թբիլիսին էլ կարող է նպաստել այդ համաձայնությունների արդյունքում հնարավոր դարձած կայունությանն ու բարգավաճմանը և շոշափելի օգուտներ քաղել։ Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի գործընկերը, շարունակում ենք աջակցել այդ երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Վաշինգտոնը հանձնառու է կառուցողական հարաբերություններ վարել Թբիլիսիի հետ, ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմը հավելել է, որ կգործակցեն Թբիլիսիի հետ երկկողմ հարաբերություններին և Վրաստանում քաղաքական միջավայրին վերաբերող հարցերի շուրջ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Դաշնությունը ստիպված կլինի հաշվի առնել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ մտնի։ Ինչպես հայտնի է, Հայաստանը ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է, խորհրդային ինժեներների կողմից Հայաստանում ատոմակայանի կառուցման ժամանակ օգտագործված եզակի տեխնոլոգիան թույլ տվեց հաջողությամբ դիմակայել 88 թվականի ավերիչ երկրաշարժին, ասել է Շոյգուն։ Միևնույն ժամանակ, խոսելով Հայաստան-ԱՄՆ պայմանավորվածությունների մասին, նա ընդգծել է, որ երկկողմ գործակցության համաձայնագրերի կնքումը ինքնիշխան պետությունների իրավունքն է։ Կրեմլից հայտնում են, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-ից 18-ը։ Կիևը նույնպես հաստատել է բանակցություններին իր մասնակցությունը։ Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ամերիկյան ընկերությունների հետ։ Նրա խոսքով նման գործակցությամբ երկու երկրի ընկերություններն էլ հետաքրքրված են։ Ամերիկյան ընկերություններ կան, որոնք ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, հավելել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան չի հաստատում բանակցությունների հաջորդ փուլին իր թիմի մասնակցությունը, ինչպես նաև դեմ է, որ հանդիպումն անցկացվի Միացյալ Նահանգներում։ Ատլանտիկի հետ հարցազրույցում նա նաև նշել էր, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահի հնարավոր ընտրությանը զուգահեռ տարածքների հարցով հանրաքվե անցկացնելուն։ Սակայն Զելենսկու խոսքով քվեարկության դրված խաղաղության գործարքը պետք է համապատասխանի Ուկրաինայի շահերին։ Նա շեշտել է, ավելի լավ է խաղաղության պայմանագիր չկնքել, քան վատ գործարք կնքել։ Զելենսկին գնահատելով մարտի դաշտում իրավիճակը վստահեցրել է, որ Ուկրաինան չի պարտվում։ Բանակցային գործընթացների ֆոնին Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձարվածների մասին։ Զապորոժիայում, Կրամատորսկում կան զոհեր և վիրավորներ, Օդեսայի շրջանում ևս հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։ Վնասվել են քաղաքացիական և այլ օբյեկտներ։ Տեղական իշխանության տվյալով էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով էլեկտրաէներգիայի ջեռուցման և ջրամատակարարման անջատումներ են եղել։ Կիևում ևս հարյուրավոր քաղաքացիներ մնացել են առանց ջեռուցման։ Ռուսաստանի ՊՆՆ-ն տեղեկացրել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք։ Թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Կուրսկի մարզերը։ Բելգորոդի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով ավելի քան 220,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Դիանա Գասպարյան, լուրեր։